արցունքներն աչքերիս ծնգաչոք աղաչում եմ ես քեզ աշխարհում սիրեցի միայն քեզ սիրեցի պաշտեցի կույրի պես և հիմա լալիս եմ ես անգամ ու անխոս հայացքով նայում քեզ միթե էլ հետ չի գա միթե երազեիր որ անցա ժպտացիր խաղացիր կյանքիս հետ ու հետո հավերժով հույս դարձար աշխարհում սիրեցի միայն քեզ սիրեցի պաշտեցի կույրի պես և հիմա լալիս եմ ես Անխոս հայացքով նայում քեզ Ողջույն ձեզ իմ շատ սիրելի ընկերներ հույսով որ բոլոր լավ լինեք այս Լոս Անջելեսի տաք ձմեռվան որ արդեն ավարտվում է ձմեռը չենք ունեցել հատուկ բայց հույսով որ մի քիչ գարուն գա մի քիչ էս գոնե ձմեռվա վայրեսներն ու մեր ցածողություններ անցնի եւ մեր ձմեռը մենք անցած լինենք իմ բարահանդեսը շաբաթօրն էլ անցավ ընդհանուր լավ էր բայց ուրեմն կետեր կար որ պետք է սարքենք որոշ կետեր կար որ ժողովուրդ շատ էլ որ մասամբ ուրախ չին կերակուրի մասները մեկ ինչ խնդիր ստեղծավ խմիչները, բայց ընդհանուրի մեջ լավ էր, պետք է մյուս անգամ փոխարինենք այդ մարդկանց, եթե ուրախ չեն, բայց իհարկե բոլորն էլ ուրախ են, բայց իմ վերջապես եթե մեր սխալն այլ է, ես պետք է ճշտեմ։ Ընդհանրապես պարսկայերի հետ աշխատելը շատ դժվար է, որտեղ մենք երբ հասնում ենք իրարու, մեր պահանջները առու անգամ ավելի շատանում, դժվարանում ամեն տեսակետից։ Մեկելորն էր երեկ էր Instagram նայում այդ պարսիկ զինվորը իր հուշերն էր պատմում զինվորությունից ասում էր որ ես որ զինվորության մեջ եմ այդքան մի կայնեք ասեք ուրեմն մեքսիկները իսպանիշները սենց են կամ աֆղանիկ տենց եմ տեսած դուս ասոր ամենա շատ իրար թիկունք պահողնը արմիի մեջ աֆղանիներն են որ իրարու հետ այնքան լավին Սպանիշները, աֆղանիները, հետո բերավ օրինակ բերավ հայերից, ասավ Հայաստանի հայերը իրարու հետ շատ իրար թիկունքին, բայց հակառակը մեր Պարսկաստանի հայերը իրար շվակը տիրով խփում են, ասում այդքան իրար վատին արմի մեջ, ասում թեկուզ ես որ Պարսկաստանցի եմ, այդ կարճ ժամանակ այդ իմ բասմ այդ Պարսկահայեր, որ ինչքան վատ էր վարվում իմ հետ, ես զարմանի, որտեղ մենք երկրացի ենք երկուսս, և դժբախտաբար պետք է ասեմ, որ ինքը ճիշտ ասում։ Այսինքն այդ Պարսկաստանի ժողովրդի մեջ կա եւ մեր հայերս էլ նույնն են։ Մեր հայերի մեջ դեռ ավելի շատ կա։ Հիշում եմ գնացել իմ Տաշկաստան 35 տարի առաջ, 30 տարի առաջ։ Մեծ Պարսիկ էրպորտի մեջ սովետեսը Պարսկաստանցի տեսար փախի, մի խոսա իր հետ։ Որտեղ ասենք անպայման քեզից օգտվելու են։ Այդ մենք այդ դժբախտաբար այդ բանից մեր մեջ էլ մնացել, այսինքն մենք իրարու այդքան չենք սիրում։ Հա, նույնիսկ այդ շատ նեգատիվ նայել իրարու հանդեպ, այդից է գալիս էլ։ Պատասխանումս եմ ես մեդիկալի քարտերի վրա, ինշուրենսի քարտերի վրա մատ բաժին կա, որ գրած է mental health։ Ոչ չի նկատում դրան։ Ամեն նույնս եմ բժիշկի ճարեն, այդան բժիշկի ճար առնեն, այդան այս ցավը մար ճար տան, իրենց ճար գցեն, որտեվ ճարը հեշտ է։ Ճարը դու գցում ես, մեր ճարը գցում չես էլ մտածում որ ճարը ինչքան վնասներ է մարմնիդ տալիս։ Բայց mental health-ը, այսինքն մտքի առողջությունը ոչ չի եթում հետևից։
թեկուզ ծրիել լինի, իհարկե շատ թանկ է, շատ բաներ կա, բայց ծրիել որնի, ծրիել տեղել հիմա շատ կա, բայց մարդիկ չեն էտում։ Ընդհանրապես ժողովուրդը դրա հետ աշտ չեն, որտեղ պետք է մեկ գործել է ուզում վրա հետ։ Օրինակ, ինստուկ մտածեք, որ վերջի անգամ, որ մենակ գնացեք փողոց մեր ժամ քայլերեք, առավոտ շուտ կամ գնացեք քայլերեք եւ այլի։ Կամ ընդհանրապես ելեր հատես մի բան։ Վերջի անգամ սար եպեք գնաց։ Մենակ գնացեք արդյոք մաքուրոտ ծծեք, քայլեք մեկ քիչ առողջանաք, միտք առողջացնեք։ Շատ քիչ Այդ համար մատ սիրուն խոսք են ասում, simple but not easy։ Այսինքն դու կարող ես շատ հանգիստ ամեն առավոտ արտանաս, քանի րոպե մեդիտեյշն անես եւ լավ հոգեկանով դες, եթե դա շարունակես մի ամիս այդ գործանես, կտեսնես որ հոգեկան լրի փոխվում է։ Շատ ավելի դրական է ստանում կյանքին։ Այդ ինչքան ենք արել մենք կամ ինչքան շատ քիչ։ Շատ հեշտ մի բան է, բայց որտեղ պիտի անես, չես անում, այնպես հապն ես գցում, ավելի հեշտ է։ Դժբախտաբար սա մհատ հետաքրքիր բան է, հիմա մեր հայ հոգեբաններից անգամ խոսում իմ սիրուն բան ասավ, ինձ ասավ իմանում ես աշխարհի ամենաշատ ժողովուրդ, որ mental health-ին կարևորություն տալիս ով են ասում, ով է հրյաները։ Հրյաները ասավ ինչի՞ են հաջող, որտեղ մտքով էլ իրանք լավ են գործում, ամենաշատ մարդիկ որ էթում են այդ հետևից որ mental health իրանց ուժեղացնեն հրյաներն ամենաշատ բժիշկներ հրյաներ են ճիշտ ասում psychologist-ներ շատ հրյա են Ամերիկայի մեջ որտեղ այդ ժողովրդի համար կարևոր է դրանք թե բիզնեսի մեջ դրանից օգտվում են իրանք բայց մեր նման ազգերում մեկ քիչ էդի տեղնկած չի այսինքն ժողովրդի համար տեղանքա չի, ժողովուրդը այդ ասում է հոգեբանում ես դու գիժես էտում ես, տենցիան նայում ես, ընդհակառակը դու էտում ես քեզ զարգացնես, լավացնես, տենցիան չեմ անում, մանավանդ հիմա ես նայում եմ ես վերջի 10 տարին YouTube, Instagram, Facebook, խայտարակ ինֆորմեյշն կա, դու այնքան բաներ կարող սովորես դրանից, այնքան լավ կետերս կարող սովորես, ամեն ստանք որ ասում են Instagram-ը, Facebook ստանք լավ բաներ չէ, լավ բաներ կա, շատ լավ բաներ կա, բայց մարդը ընդհանրապես այդ իր աշկը են, որ մեծ աղջիկ կա կուրսկեր բացապան տանք նայում, ես, այդ բաներ հետևից հետում, շատ սիրուն բաներ կա, որ կարես օգտվես, մանավանդ mental health, meditation, մարդ իր վրա գործա, առողջ ապրելու, առողջ մտածելակերպ ունենալու համար հիմա ֆանտաստիկ են, հիմա շատ լավ առիթներ կա։ Կարիք չունես, որ փողը ծախսես։ Բժիշկել կար չետ ասել չես գնացի։ Այսինքն այդ առիթներ կա, որ սովորես։ Շատ խոսացիմ, ընկերներ, այդպես հույսով որ բոլոր լավ լինեք, ամեն անգամ որոշում եմ, որ մեր երկու հատ էպիզոդ ունեմ, որ շատ երկարաժամկոտ եմ պատրաստեմ, որ ասում եմ այդ օր ուզեմ ձայնագրեմ, օտար բան եմ ձայնագրում, այսօր ասեմ չեմ ուզում ես մասին խոսիմ, մատ փողի մասին սիրուն էպիզոդը, մեկ երևի 20-25 րոպե տևի, մի շաբաթ անպայման դի կպատրաստեմ փողի կարևորությունը մեր կյանքի մեջ, կպատրաստեմ եւ շեյր կանեմ ձեր հետ, մինչեւ մյուս անգամ հույսով որ բոլոր լավ լինեք, առողջ մնացեք եւ love. Bye bye.